Ողջույն, այս տեսանյութում կծանոթանանք կայքի գործիքակազմի և վիդեոդասերի հետ։ Դրա համար նախ և առաջ փնտրենք կայքը որոնողական համակարգում, օրինակ Google-ում։ Դրա համար որոնման դաշտում գրենք դիմորդի ուղեցույց.am։ Եթե գրեք դիմորդ կամ դիմորդի, արդեն ներքևում, տեսեք այսպես վերևում, իսկ դիմորդ բառով հեսա երկրորդ տողում արդեն վերեց դիմորդի ուղեցույց։ Կարող եք սեղմել սրա վրա և արդեն առաջին իսկ գտնված հղումով անցնելու դեպքում կհայտնվենք կայքում կամ եթե ուզում ենք ամբողջապես գրել, պետք է գրենք դիմորդի գծիկ ուղեցույց.am։ Տեսեք ստեղ բերես, բայց մի փոքր այլ ձևով, սա տեխնիկական խնդիր է կարելի ասել, քանի որ կայքը դեռ կառուցման փուլում է, այսինքն աշխատանքները դեռ ավարտված չեն, այստեղ բաժինների նկարագրությունների փոխարեն այլ կարելի ասել տվյալներ են ինդեքսավորվել, օրինակ այստեղ կոճակների անուններ են ինդեքսավորվել, ինչ-որ նշան է ինդեքսավորվել, դրա վրա ուշադրություն չենք դարձնում, ուղղակի սեղմում ենք վրան և մուտք ենք գործում, մուտք գործելը մի փոքր այլ է, ուղղակի անցնում ենք հղումով և հայտնվում ենք կայքում, ընդունել cookie-ները և ինչ ենք նկատում, վերևի սպիտակ կարելի ասել տողում դա մեր գլխավոր մենյուն է, սա լոգոն է, սա վիդեոդասեր բաժինը, փաթեթներ, համայնքներ, հոդվածներ, թեստեր, FAQ, այսինքն հաճախ տրվող հարցեր, կապ և մուտք գրանցվել կոճակներ։ Մինչև սրանցից յուրաքանչյուրին անցնելը նախ և առաջ եկեք ուսումնասիրենք հիմնական կամ գլխավոր էջը։ Նկատենք, որ ամենավերևում մեզ հանդիպում է երկու նախադասություն, իրավիճակը կամ իրականություն նկարագրող երկու նախադասություն, իսկ ներքևում, ինչպես տեսնում եք, դատարկ տեսանյութ է, սրա փոխարեն կհայտնվի այն տեսանյութը, որը հենց հիմա տեսանկարահանում եմ, այսինքն ծանոթություն վիդեոդասերին տեսանյութը կլինի, հասկանալի է։ Ներքևում ինչ ենք տեսնում, զարգացրեք ձեր մաթեմատիկական տրամաբանությունը վիդեո դասերով և որ ամենակարևորն է, մաթեմատիկան հասանելի է բոլորին, կապ չունի ձեր դպրոցում առաջադիմությունը կամ այսպես ասած պիտակավորումը, որ մեկին ասում են լավ չի սովորում, մեկին ասում են լավ է սովորում, ավելի կոպիտ բառերով չասեմ ոնց են ասում, դա ընդհանրապես կապ չունի, մեր վիդեո դասերով բոլորը իրար հավասար են։ Սեղմելով տեսնել ավելին կոճակին, տեսեք մենք հայտնվում ենք մի էջում, այստեղ ավելացավ, տեսեք courses, կուրսեր, վիդեո դասեր, տեսեք այստեղ էլ արդեն գունավորվեց, այսինքն մենք հայտնվեցինք վիդեո դասեր բաժնում, գլխավոր մենյուի։ Այստեղ տեսնում ենք առկա վիդեո դասերը, տեսեք առկա են առաջին և երկրորդ շտեմարանների երկրորդ գլուխները, առաջին և երկրորդ շտեմարանների առաջին գլուխները և նաև առաջին շտեմարանի պնդումների փնջի տարածաչափության բաժինը, յուրաքանչյուրի վրա սեղմելով, օրինակ շտեմարան 2 գլուխ 2, անցնում ենք տվյալ վիդեոդասը նկարագրող էջ, տեսեք շտեմարան 2 գլուխ 2, տևողությունը 67 ժամից մի փոքր ավել, իրականում անփորձ մարդու համար ասում է 67 ժամին ինչ է, օրը 24 ժամ է, բայց իրականում ով որ փորձ ունի վիդեոդասերով պարապելու, սովորելու, կլինի դա ծրագրավորում, կլինի դա վիդեո մոնտաժ, թե կլինի ինչ-որ վեբ դիզայն և այլն, հասկանում է, որ ընդամենը, եթե իհարկե տեղյակ է շտեմարանների կարելի ասել գլուխներից, հասկանում է, որ մի շտեմարանի մի գլխի համար 67 ժամ տևողությունը դա բավականաչափ շատ է, այսինքն հասկանալի է, որ ուղղակի ինչ-որ հասարակ տեսանյութեր չեն, որ կարող է ինչ-որ Facebook-ում կամ YouTube-ում դուք դիտեք, նույնիսկ ամբողջությամբ չդիտեք, որ մի մասը էկրանին նայում եք, մի մասը ուղղակի լսում եք, չէ, այս վիդեոդասերը հնարավոր չէ այդպես դիտել, որտեղ ես անընդմեջ խոսում եմ, հասկանալի է, ու ցույց եմ տալի, թե ինչ-որ բան ասեցի, տակը գծում եմ, ցույց եմ տալի, թե ինչի հետ է կապված և այլն, այսինքն դուք ամբողջ ընթացքում պետք է ուշադիր նայեք և լսեք, այս վիդեոդասերը այդ առումով են ծանր, կարելի ասել, ամեն ինչ շատ կարելի ասել մանրամասն և բովանդակալից պարունակություն ունի, հասկանալի է։ Հետո տեսնում ենք, ձեր դասընթացը հասանելի կլինի 365 օր, այսինքն 1 տարի, արժեքը, երբ որ զեղչվում է, կողքը արդեն զեղչված արժեքն է գրվում և գնել հիմա կոճակը, սա ուշադրություն դեռևս կոճակ է, ինչպես ասացի նախորդ տեսանյութի վերջում, վերնագրում է գրել էի վերջին 15 րոպեն անպայման դիտեք։ Պատկերացրեք, որ սա ուղղակի կոճակ է ու գործողություն չի կատարում, այսինքն ինչքան է սեղմեք չեք կարող գնել, այսինքն հասանելիություն չեք ստանա այս վիդեոդասին, հասկանալի է։
Դրա համար ձեզնից ասում եմ միայն գրանցվել ու արդեն կապ հաստատել ինչ-որ ձևով, ես արդեն հետագա քայլերը կասեմ, թե ինչպես կարելի է հասանելիությունը ստանալ։ Սա դասընթացը կարելի ասել արտացոլող նկարն է, հա, տեսեք երկրորդ շտեմարան, երկրորդ գլուխ։ Ինչա գրված շուտով քննարկումների բաժին, ավտոմատացված թեստեր։ Քննարկումների բաժինները արդեն առկա են, դրանք համայնքներում են, մի փոքր դրանց հետ մանրամասն կծանոթանանք։ Յուրաքանչյուր դասընթացը ունի իր քննարկումների բաժին, այսինքն բաժին, կարելի ասել on-line chat-ի է դա նման ինչ-որ տեղ ասացա, որտեղ կարող եք գրառումներ կատարել, իսկ գրառումները հիմնական պետք է լինեն հարցերը, թե այսպես եթե անեինք ինչ կլիներ կամ այս դեպքում կարելի է սենց անել կամ ուրիշ հարց, ինչ հարց որ կառաջանա տվյալ դասընթացը դիտելու ժամանակ, հասկանալի է։ Իսկ ավտոմատացված թեստերը, դրանք այն թեստերը չեն, որոնք ներկապային առկա են կայքում թեստեր բաժնում, եկեք միանգամից գնանք այդ բաժին, հա։ Տեսեք, այստեղ կա 7 թեստ, սրանք հիմնականում վարժանքներ են, այսինքն որ ցանկացած մարդ, ով մուտք կգործի, որպես վարժանք կարող է այս թեստերից յուրաքանչյուրը անցնել, չնայած ցավալի վիճակագրությունն է, որ մինչև այսօր ընդամենը մի մարդու է հաջողվել, չեմ հիշում, որ թեստերից մեկը 10-ից 8 միավորը ստանալ, այսինքն չձախողել։ Լավ, ինչպես ասեցի, խոսքը այս թեստերի մասին չի, այլ յուրաքանչյուր դասընթացի համար ավտոմատացված թեստեր, տեսեք, երկրորդ շտեմարան, երկրորդ գլուխ։ Ավտոմատացված թեստեր այս գլխի համար ասելով նկատի ունեի, որ գլուխը, հա, երկրորդ գլուխը ամբողջությամբ դիտելուց հետո, դասընթացը ավարտելուց հետո կարելի ասել, կլինի թեստ, հա, որը կստուգի ձեր գիտելիքները։ Օրինակ ամեն բաժնի համար մի առաջադրանք կլինի, նման օրինակ առաջադրանք, այդ բաժնի օրինակներին, հասկանալի է, նման ինչ-որ առաջադրանք։ Ու ասենք երկրորդ գլուխները 8 բաժնից են բաղկացած, տվյալ գլխի համար ավտոմատացված թեստը բաղկացած կլինի 8 առաջադրանքից, յուրաքանչյուր առաջադրանք մի բաժնի համար կլինի։ Ու կկարողանաք ստուգել ձեր գիտելիքները, այսինքն ինչու ավտոմատացված թեստեր կոչվում, որ պատասխանները նշելուց հետո միանգամից կտեսնեք ճիշտ պատասխանները եւ քանիսին եք ճիշտ պատասխանել, քանիսին սխալ։ Ու այս թեստերի քանակը 7-ով չի սահմանափակվում, ներկապային բավականաչափ առաջադրանքներ կան, որ դեռևս զետեղված չեն, այսինքն դրանցից թեստեր կազմված չէ։ Թե չէ թեստերը շատ ավելի շատ կլինեն, 10 կամ ավել, հա, անընդհատ կարելի է կազմել, այդտեղ ոչ մի բարդ բան չկա, թե հասկանում եք ինչ պետք է անեք։ Ասեմ նաև, որ ներկա պահին այն մարդիկ, ովքեր որ դիտում են վիդեոդասերը, ինչպես հասկանում են, վիդեոդասերը բավականին հասկանալի են ու հարցեր չի մնում, դրա համար էլ ոչ մի հարցեր չի առաջանում խնդիրների հետ կապված, այսինքն քննարկումների բաժինը пассив է, կարելի ասել ակտիվություն չկա այդ առումով։ Իսկ ինչ վերաբերում է այս ավտոմատացված թեստերին, դեռևս ավելացված չեն, որովհետև այնքան բան կա դեռ անելու, որ այս թեստերին չեմ հասել, բայց ժամանակի ընթացքում կավելանան, հա, ամեն դասընթացի համար վերջում կլինի գիտելիքների ստուգման, այսպես ասած, թեստ։ Ներքևում դասընթացի մասին, սա դասընթացի նկարագրությունն է, այստեղ տեսեք հաստ շրիֆտով շատ կարևոր նախադասություն եմ նշել, տեսանյութերը բավականին հագեցած են, ուստի խորհուրդ եմ տալիս յուրաքանչյուր դիտել մինչև վերջ եւ խուսափել մեծ ընդմիջումներից նոր բաժին սկսելուց առաջ։ Այսինքն, եթե օրինակ բաժին մեկը դիտեցիք, պետք չի մի 3 շաբաթ բան չանել, հետո անցնել բաժին 2-ին։ Նախ դա ժամանակի առումով նպատակահարմար չի, որովհետև չեք հասցնի 1 տարվա ընթացքում ամբողջը յուրացնել, հասկանալի է ամբողջ դասընթացը։ Իսկ եթե քննության եք պատրաստում, առավելապես մնացած վիդեոդասերն հետո գումարելով հաստատ չեք հասցնի։ Դրա համար պետք է ամեն օր մի քիչ դիտել, որ չկուտակվի, որ չմնա ինչ-որ բան։ Մի քիչ դիտելով հաստատ կկարողանաք բավականին սեղմ ժամանակահատվածում ավարտեք, հա, մեկանգամյա դիտում ընդամենը այդ դասընթացի։ Ինչպես ասել եմ, դասընթացը ուղղակի չեք դիտում, ոնց որ սովորական տեսանյութ կդիտեք, դիտելուց գրառումներ եք անում, հա, կարելի ասել զուգահեռ լուծում եք, հա, մտածում եք, լուծում եք այդ խնդիրը։ Տեսանյութը դիտելուց հետո եք լուծում, մի որոշ ժամանակ անց հետ եք վերադառնում, ուզում եք 5 դրույն լրիվ լուծել առանց ինչ-որ բան կրկնելու, եւ այդպես շարունակ պարբերաբար դուք պետք է նույն խնդիրը մի քանի անգամ ժամանակ առ ժամանակ փորձեք լուծել, որ հասկանաք վերջապես դուք կարողանում եք այդ խնդիրը անթերի ու բավականին կարճ ժամանակահատվածում լուծել, թե չէ, որովհետեւ ժամանակը շատ կարեւոր է քննության համար, հա, կարելի է խնդիր լուծել մի ժամ մտածելով, բայց այդ մի ժամ մտածելով
եթե դուք նույնիսկ ամենաբարդ, հա, առաջադրանքը թեստի լուծեք, համարեք, որ դուք թեստը ձախողել եք, որովհետև ամենաշատը պետք է 30 կամ 35 րոպե տրամադրեք նույնիսկ այդ ամենաբարդ առաջադրանքի համար, հասկանալի է։ Ու այս ժամանակահատվածը պարբերաբար փոխվում է, որտեղ իմ կարծիքն է փոխվում։ Օրինակ, երկրաչափության առաջադրանքները այնքան մանրամասն են լուծված, որ եթե դուք ամեն ինչ ճիշտ անեք, հա, պարբերաբար լուծեք, դիտեք, կրկնեք, գրառումներ անեք։ Եթե ձեզ ինչ-որ առաջադրանք ընկնի, հա, այն դասընթացներից, որը դուք դիտել եք, այդ տեքստը կարդալով առաջադրանքի դուք միանգամից վերհիշում եք ամբողջը ու մի քանի րոպեում ամբողջությամբ լուծում եք, ընդամենը մի քանի րոպեում, հասկանեք, դուք նոր բացատրելու բան չունեք, դուրս բերելու բան չունեք, այդպիսի կարիքներ չունեք։ Ուղղակի պետք է իմացածը իմի բերել տվյալ պահի դրությամբ ու մի քանի րոպեում ամբողջությամբ կպատասխանեք, հասկանալի է, այդ առաջադրանքի հարցերին։ Դասընթացի բովանդակություն, ներքևում դասընթացի բովանդակությունը, տեսեք բաժիններն է, հիմա որ այստեղ մինուս է ցույց տալի, այս բաժինը բացված է։ Սեղ մենք վրան փակ վիճակով, տեսեք բաժին 1, բաժին 2 եւ այլն, բաժին 8։ 8 բաժիններն են, երկրորդ թեմանի երկրորդ գլխի այս մասերը առաջադրանքների քանակներն, այսինքն առաջին բաժնում կա 26 դասընթաց, ներողություն, ոչ թե առաջադրանքների քանակները, այլ տեսանյութերի քանակները, որովհետև տեսանյութ կա, որ ունի լրացում, տեսանյութ կա, որ այսինքն առաջադրանք կա, որ լուծվել է նաև երկրորդ եղանակով, այսինքն դրա համար կա 2 տեսանյութ եւ արդյունքում առաջին բաժնի համար կա 26 տեսանյութ եւ այսպես բոլոր բաժինների համար իրենց տեսանյութերի քանակները։ Եվ այստեղ յուրաքանչյուր բաժնի դասընթացի տևողություն, ինչպես նկատում եք, ամենածավալուն ստացվել է բաժին 2-ը, հավասարումներ եւ անհավասարումներ, եթե չեմ սխալվում 47 առաջադրանքեր, բայց ինչպես տեսնում եք 50 վիդեո դաս է։ Այսինքն ընդեր երկրորդ եղանակով առաջադրանքներ կա, որ լուծվել են կամ լրացում է կատարվել, դրա համար ստացվել է 50։ Երկրաչափության բաժնում կամ ուրիշ բաժիններում, հա, էլի կա, որ լրացումները կատարվել։ Այստեղ միացությունները պետք է որ 40 լիներ, 42-ա։ Հարթաչափություն 44, չեմ հիշում ճիշտ ասած այդքան էր թե չէ։ Տեքստային 40, սա 50, սա 26, տեսեք, օրինակ միացություններ, բացում ենք, յուրաքանչյուր տեսանյութը իր տևողությամբ գրած է։ Տեսեք 40 լրացումներ, 27 լրացում, այս լրացումները հավանաբար նշանակում է, որ ամբողջական կարելի ասել նաև նախկին որոշ առաջադրանքներից ինչ-որ լրացումներ, հա, որտեղ վերջին տեսանյութից հետո լրացումներ, սովորաբար երբ որ բաժինն ենք ամփոփում կոչվում է բաժնի ամփոփում կամ լրացումներ, չեմ հիշում, կամ ուղղակի լրացումներ էր կոչվում, ոնց որ գլուխ 1-ում։ Իսա համար 40-ի համար գրած է լրացումներ, այսինքն համար 40-ի համար է լրացում, համ էլ ինչ-որ ուրիշ բանի համար է լրացում։ Իսա համար 27 լրացում, ուղղակի էս 27-րդ առաջադրանքի համար լրացում է։ Տեսնում եք 38 րոպեում է, կասեք, այդ ինչ էս այդքան բացատրել։ Առաջադրանքներ կա, որ իսկապես պետք է փորձել հնարավորին չափ մանրամասն բացատրել ու ինչքան փորձում ես մանրամասն բացատրել, այնքան տեսանյութը երկարում է, այսպիսի բան է ստացվում։ Չնայած այս բաժնի երևի լավ առաջադրանքներից մեկը դա այն ուղղանկյունանիստերի խնդիրն էր, չեմ հիշում որն է, տևողությամբ կարելի է գտնել։ Հեսա ամենայն հավանականությամբ 29-րդ առաջադրանքն է։ Տեսեք 42 րոպե, այսինքն մենք փորձում ենք հասկանալ իսկապես վերլուծել եւ լուծել առաջադրանք, ոչ թե պատասխան գուշակել կամ ինչ-որ բան անել, որ տպագիր ասենք կարելի է 3 րոպեում տեսնել թե ինչ է գրած ու դա ուղղակի անգիր անել, եթե իհարկե կարողանաք անգիր անել, բայց ումա պետք առանց հասկանալու անգիր արած ինչ է, ոչինչ, մի որոշ ժամանակ հետո մոռանալու եք, իմաստ չունի։ Եվ այստեղ գնել հիմա կոճակն է, էլի ուղղակի կոճակ է, հա, սեղմելով չեք կարող ինչ-որ գործողություն կատարել, հասկանալի է։ Լավ, հետ վերադառնանք հիմնական էջ, քանի որ մենք գլխավոր էջից էինք սկսել։ Այստեղ սիրուն նկար է, կարելի է ասել, առաջարկվող դասընթացները։ Այս են դասընթացներն, այսինքն վիդեո դասերն է, որոնք ներկա պահին առկա են։ Այսինքն նույն վիդեո դասեր էջի բովանդակությունն է, ուղղակի արտապատկերվում է այստեղ ուշադրություն դարձնենք, ուրեմն գլուխ 1-ի վրա, տեսեք գլուխ 1, սա իզուր դրված չի, սա նշանակում է, որ մենք հիմքեր ենք գծում աստիճանաբար, հասկանալի է։ Հետո օրինակ գլուխ 2, սա ինչ է նշանակում, որ հիմքերի վրա մենք արդեն զարգացնում ենք, կառուցում ենք, հա, կարելի ասել։
Այսինքն մեր գիտելիքները ամրապնդելով առաջ են գնում։ Այստեղ գլուխ 3 չկա, գլուխ 3-ի ժամանակ արդեն չեմ հիշում ինչ կլինի, որտեղ նախապես պատրաստել եմ։ Երևի ինչ-որ ֆինալը կարելի ասել նկարագրող երևույթ կլինի, դրոշակ կամ նմանատիպ մի բան։ Ներքևում ինչու ընտրել այս դասընթացները, տեսեք 24/7 հասանելիություն, այսինքն երբ ուզեք կարող եք դիտել, հա, գիշեր կլինի, ցերեկ կլինի, երբ ուզեք մտնում եք ձեր անձնական գրասենյակ ու դիտում եք պրոմոկոդեր ուսուցիչների համար, կուզեմ խոսել սրա մասին, հա, մի քիչ, տեսեք ինչու է հատուկ շեշտված ուսուցիչների համար կամ պրոմոկոդեր ուսուցիչներին, որովհետև հիմնական ուսուցիչներն են, հա, շփվում աշակերտների հետ, այսինքն ստացվում է, որ հիմնական միջնորդ հանդիսանում են ուսուցիչները, այսինքն ինչ-որ 5-6 օրինակ նիշանոց, հա, թվերի եւ տառերի հավաքածու, որը միայն տվյալ անձի համար, այսինքն նրա անձնականն է, ու նա դա փոխանցելով ինչ-որ մեկի, այդ ինչ-որ մեկը պայմանական կոչեն գնորդ, հա, գրանցվելով կամ ուղղակի մուտք գործելով եւ հետագայում, հա, դա երբ որ արդեն ամբողջությամբ կայքը կառուցված կլինի ու գնելով կոճակով, հա, գնել կոճակով հնարավոր կլինի արդեն գնումները կատարել եւ այլն, կկարողանա այդ պրոմոկոդը լրացնել ու ստանալ ինչ-որ զեղչ։ Այս 12-ը կմեծացվի, հա, կլինի 15 կամ ավել, օրինակ, հա, 10% զեղչ կստանա պրոմոկոդով գնորդը եւ իհարկե միջնորդը, քանի որ միջնորդը հանդիսացել, կստանա վաճառքից գոյացած, ասենք, գումարի ինչ-որ տոկոսի չափ, հասկանալի է։ Սկզբում, երբ որ կայքը նոր էի պատրաստում, այս էջը արդեն պատրաստ էր, տեսեք իմանալ ավելին, կապույտով գունավորվում, այսինքն սա հղում պարունակող արտահայտություն է, որ սեղմենք կգնանք այն էջը, որտեղ գրված է սրա մասին մանրամասն, կկարողանանք կարդալ, բայց ներկապային էջը փակել եմ, հա, տեսեք, էջը չկա, չի գտնվել, որտեղ փակ է այս էջը, քանի որ դեռևս աշխատանքները ավարտված չեն ու անիմաստ է կարելի ասել այս պրոմոկոդերի մասին խոսալ, բայց հետագայում արդեն պրոմոկոդերը լրացուցիչ կգան եւ կբալանսավորեն, կարելի ասել, զեղչային համակարգը տոնական զեղչերի հետ, այսինքն տոնական զեղչերը որպես առանձին արդեն մի քանի հիմնական տոնում կլինեն այդ մեծ զեղչերը, հա, իսկ մնացածը արդեն պրոմոկոդերով եւ այլն եւ այլն եւ այլն։ Դրա մասին հետագայում, հա, երբ որ ամեն ինչ պատրաստ կլինի։ Վիդեո դասերի առավելությունը, դե այստեղ մի քանի տողով գրել եմ այն հիմնական առավելությունները, որոնք կարող եք զգալ, երբ որ արդեն կսկսեք վիդեո դասեր դիտել կամ վիդեո դասեր դիտելուց հետո այդ առավելությունները նույնիսկ կզգաք, հա, ստրեսի նվազեցում, անհատական տեմպ, այսինքն ձեր ուզած արագությամբ, ձեր տեմպով եք սովորում, խանգարող ոչ մեկ չկա, հա, խմբական ինչ-որ պարապմունք չի, որ այն խելացի կարելի ասել մեկը չակերտավոր ասած, անընդհատ հարցատալի առաջ ընկնելով, այտենց միշտ լինում է, հա, համալսանում է, դպրոցում է, բայնի, ուրիշները դրանից տեղյակ չեն ելնում, արդյունքում ստացվում է ժամանակա տրամադրվում այդ մյուսի հարցերին պատասխանելուն, բայց մյուսների համար անհասկանալի է այդ ժամանակը օպտիմալ չի օգտագործվում, հա, ժամանակի ճկունություն, դե երբ որտեղ ցանկանաք, հա, ինչքան ցանկանաք, կարող եք տեսան, թե ինչքան ուզում եք դիտել, հետո առաջ տալ եւ այլն։ Կրկնելու հնարավորություն է դրա մասին է, ռեսուրսների խնայողություն դրա մասին է, որ ոչ ընդմիջման ծախս կա, ոչ տրանսպորտի ծախս կա, հասկանալի, այսինքն ձեր կատարած ծախսը միայն վիդեո դասն է եւ օրինակ թուղթ ու գրիչ ունենալը, որ այդ ամեն ինչը գրառեք, այդքան բան։ Ցանկացած վայրից հասանելիությունը սրա մասին արդեն ասացի, սա հատուկ նշել եմ հնարավորություն հետևելու հեղինակի մտքին, որտեղ տպագիր աշխատանքներում բնականաբար այսպիսի հնարավորություն չկա եւ տպագիր աշխատանքների թերություններից է նաեւ այն, որ ինչքան է հեղինակը ցանկանա, ուղղակի կարելի ասել աշխատություն չի տպագրվի, հա, եթե նա օրինակ մի խնդրի լուծման համար 4 էջ տեքստային այդ բացատրությունների, դա չի տպագրվի, դա որտեղ ֆինանսապես ձեռնտու չի, հասկանում եք, ոչ տպարն է ձեռնտու, ոչ ասենք գրախանութին է ձեռնտու չէ, վաճառվի այդ գիրքը, որտեվ ինչքան մեծ լինի, այնքան ծախսերը մեծ է, այնքան վաճառքի գինը մեծ է, այսինքն դա կարելի ասել պրավալ է ուղղակի, հասկանալի է։ Դրա համար էլ տպագիր աշխատանքները հիմնականում լինում են կարճ,
դա հեղինակի ցանկությունը չի, հա, հեղինակը կարա ցանկան շատ բան անի, բայց չստացվի, կամ հեղինակիները կան, ուղղակի իրանք այդպես են գրառում իրենց մտքերը։ Իսկ վիդեո դասերով դուք հասկանում եք ոնց են մտածում, որտեղ ես խնդրի լուծումը ես անգիր մտքումս չեմ հիշում այդ լուծումը։ Ես այդ պահի դրությամբ փորձում եմ խնդիրը 0-ից նորից լուծել։ Ճիշտ է, ես նախապես կրկնում եմ, որ հարցերը կարդում եմ, մի հատ ընդհանուր ամփոփում եմ, հասկանում եմ ինչ պետք է ասեմ, օրինակ սրա համար, բայց այդ ամփոփումը տևում է մի քանի րոպե, իսկ վիդեո դասի ընթացքում այդ տեսանյութը տևում է 40 րոպե, տեսանյութ կա ընդհանրապես ժամ 15 րոպեա, որտեվ կարիքը կար, հա, այդ տարածաչափության խնդրում ծանոթանալ կարելի ասել այդ խնդրի ակունքներին, ամենահիմքերից գա, որտեվ այդ խնդիրը եղել է դասագրքում, այդ խնդրում հնարավոր է երկու դեպք, հա, այսինքն երկու պատասխան պետք է ստացվի, բայց նույնիսկ դասագրքում մեկն է, հավանաբար հեղինակները հաշվի չեն առել, որ երկրորդ դեպքը հնարավոր է, ու այդ խնդրի հիման վրա խնդիրը կազմվել է, շտեմարանում է ավելացվել։ Ու հիմա շտեմանի խնդրին գալով մենք պետք է նախապես այն խնդրին ծանոթանանք, որ շտեմանի խնդիրը արդեն հասկանանք ոնց ենք լուծում, ու երկրորդ դեպքը տվյալ խնդրում, հա, արկայա թե ոչ, թե չէ շատ մարդ կա ուղղակի լսել է այդ մասին ու ասում է դե լավ շտեմարանում հեշտ տարբերակն է գցած, երկրորդ դեպք չկա, որտե հեշտ տարբերակն է պայմանատված, որ օրինակ երկրորդ դեպքը չլինի, հիմա կարող է, ասենք, կազմողը քննական թեստում դնի այնպիսի պայման տա, որ այդ երկրորդ դեպքն էլ է հնարավոր, կամ այնպես տա, որ չգիտեմ, երկու դեպք հնարավոր է, բայց հարցերը այնպես տա, որ միարժեք պատասխան լինի, նենց չլինի, օրինակ ծավալի դեպքում, որ երկու պատասխան է եւ այլն, բայց փաստացի երկու դեպքն է կա, այսինքն լիքը նրբություններ կա, հա, որ վիդեո դասերի ժամանակ է բացվելու, սկսած ինչու է տեքստը այսպես շարադրված, սխալ է շարադրված, թե չէ, մինչև այս հարցին պատասխանելու եղանակները, ինչքանով պատասխանեցինք այդ հարցին եւ այլն, ինչպես ասել եմ, բոլոր առաջադրանքներում տված է հիմքային լուծումներ, մենք ուղղակի տարբերակները, խոսքը հիմա գնում է գլուխ մեկերի մասին, առաջին գլուխների մասին, չենք նայում տարբերակները շուտ ընտրում պատասխանը, մենք խնդիրը լուծում ենք, հետո ասում ենք, որ հա տարբերակները բացառելու սկզբունքով է կարող ենք sense պատասխանենք, բայց եթե միայն տենց անենք, մենք գիտելիք չենք ստանա, մենք պատասխան գուշակել կարելի ասել ինչ որտեղ կսովորենք, որ ընդհանրապես ձեռնտու չի ապագայի տեսանկյունից, ում է ձեռնտու պատասխան գուշակել ու ոչ մի բան չհասկանալ, որովհետև ինչպես հասկանում եք, թե աշխարհում, հա, ապագայի տեսանկյունից դատարկա գլուխ մարդիկ ոչ մի բանի չեն հասնելու, կործանվելու են, այսինքն երբ որ ուղղակի անգիր էին անում, ոնց որ մինչև այսօր, որ կգնաք համալսարան, ցավով պետք է ասեմ, որ կուրսի մեծամասնությունը տենց է լինելու է, հա, այնպես որ իրականությունը ցավոտ է միշտ լինում, ավելի քան պատկերացնում եք։ Այդ անգիր անող մարդիկ մեծ բաների չեն հասնելու, հասկանալի է, այնպես որ այդ առումով պետք չի ընդհանրապես նեղվել։ Այն մարդիկ են հասնելու, ովքեր հասկանում են, տրամաբանում են, վերլուծում են, հա, եւ ապագայի տեսանկյունից մի բան էլ ասեմ, հա, քանի որ անընդհատ փոփոխվում է, հա, դպրոցում քննությունների կարգ եւ այլն, մի հատ փորձադաշտ է դարձել, հա, ամեն տարի, ասենք 8-րդ դասարանցիները հիմա դարձան 9-րդ դասարան, վերջ, գլխներին մի հատ փորձաշրջան է սկսում, որ քննության կարգը սենց է, կամ քննությունները էզևյա, կամ թեստային առաջադրանքները սենց փոխվում է եւ այլն, եւ որ փոխվեց, բարդացավ, արդեն պատասխան գուշակելը ձեզ չի օգնելու, չէ, պետք է հասկանաք, լուծեք, գրառեք, բա որ ձեր աշխատանքը ստուգեն ամոթ չի, որ դուք չկարողանաք նորմալ գրել ձեր լուծումը, եթե նույնիսկ հասկանում եք, դուք չկարողանաք շարադրել ձեր լուծումը, բա դրա համար ամբողջական բալ չեք ստանա, չէ, էդ էլ կա։ Լավ, ես էլ թեթևակի ապագայի տեսանկյունից, հա, թե ինչ առավելություններ ունեն վիդեո դասեր ու մանավանդ այս վիդեո դասեր, ոչ թե ուղղակի ինչ որ վիդեո դասեր, որտեղ վիդեո դասեր կան, հա, 20-ից 30 մաս, ոնց որ հիմնականում վիդեո դասերի մեծամասնությունը 20-ից 30 դաս ամեն մեկը մինչև 10 րոպե տևողությամբ, բայց այս վիդեո դասերը այդպեսին չեն, ինչպես ասեցի, վիդեո դաս կա, այսինքն տեսանյութ կա, հա, մի ժամից ավել է, պնդումների փնջերը ընդհանրապես առաջ ընկնելով ասեմ, որ այնտեղ բոլոր առաջադրանքները 30 րոպեից ավել են տևում, հա, գրեթե բոլորը, այդ չասեմ, որ 40 քանի, 50 քանի րոպե, այսինքն ահավոր ծավալուն են, հա, ու քանակը հաշվի առնելով ու տևողությունը հաշվի առնելով կարող ենք ասել, ենթադրել կամ որ երրորդ գլուխների առաջադրանքները մոտավոր կունենան այն տևողությունը, ինչ ասենք երկրորդ գլուխների առաջադրանքները, այսինքն տեսեք 50 ժամ, սա 67 ժամ, այսինքն նրանք էլ առնվազն 50 ժամ կլինի ու գումարային կստացվի, որ
ամբողջ երկու շտեմարանների առաջադրանքների լուծման եւ տեսական այդ ամեն ինչի համադրությամբ վիդեո դասերը 300 ժամ կամ ավել կլինեն, իսկ դա ահագին մեծ ժամանակահատված է, դա ուղղակի հեշտ չի, տենց ասել, հա, այսօր 5 ժամ կդիտեն, վաղը 5 ժամ չէ, կարող է 2 օր 5 ժամ դիտեք, հետո էլ չկարողանաք 3 ժամ դիտեք, հետո էլ չկարողանաք մի 2 օր դիտել, ուզում եք հանգստանաք, այդքանը պետքա մարսեք, չէ, վերջի վերջո, մի քանի օր հետո հետ վերադառնաք, մի ժամ նայեք, հետո 2 ժամ, հետո 3 ժամ, աստիճանաբար շատացնեք ու տենց Այսինքն ամեն ինչ ֆիքսված չի լինել, լողացող է լինելու ձեր գրաֆիկը, հասկանում եք, դրա համար պետք չի լուրջ չընդունել այս ժամանակահատվածը, ասել օրը 24 ժամ է, եղածը ինչ է, չէ, այդպես չի, դրա համար իզուր չեմ տվել սրանց համար մի տարի, իսկ օրինակ այս տարածաչափության բաժնի համար, որ ընդամենը 25 խնդիր է, բայց կարևոր են ու տեսանյութերն ինչ որ չափի ծավալ ունեն։ Տրված է 6 ամիս, ինչու, որ կարողանաք պարբերաբար, որտեղ մարդկա կարողա չկարողանա օրինակ շաբաթը մեկ անգամ դիտել, օրինակ եմ ասում, հա։ Չնայած այդ դեպքում դժվար է հասցնել այդ 25 հատը դիտի շաբաթը մեկ անգամ գոնե պիտի, այսինքն մի տեսանյութ, հա, գոնե պետքա դիտի, դե խնդիր չկա, տեսանյութ կա 20 րոպե, 15-ը, կա 40-ը, հաստատ կարա շաբաթվա մեջ գոնե մեկը դիտի, գոնե մեկը որն է, գոնե երկուսը կարա դիտի, երկուսը կդիտի 6 ամսվա մեջ հաստատ տեղ կանի, բայց աբսուրդ է 6 ժամ տրամադրել 25 խնդրի լուծման համար, հա, հասկանում դա աբսուրդ է, բայց այդքան ժամանակահատված է ամեն դեպքում խնդիրներից խուսափելու համար։ Ինչ արդյունքների սպասեմ վիդեո դասերը դիտելուց հետո Այստեղ հիմնական գրված է այն ինչի կարելի է իսկապես սպասել վիդեո դասեր դիտելուց հետո, որովհետև հարթաչափության, տարածաչափության խնդիրներն տրված են հիմքային լուծումներ, հա, մենք ամբողջությամբ վերլուծում ենք կոնստրուկցիան, հետո պատասխանում ենք հարցերին։ Ֆունկցիաներին մենք ուղղակի հարցին չենք պատասխանում, այլ ֆունկցիաների մեծամասնության համար մենք գրաֆիկներն ենք կառուցում, որ հարցը կփոխվի թե հարցադրումը կձևափոխվի կամ ինչ կլինի, եթե հանկարծ ինչ-որ պայս գաք, որ անալիտիկ եղանակով չի ստացվում կամ կասկածելի բաներ կա, դուք կարողանաք գրաֆիկը կառուցել տվյալ ֆունկցիայի ու արդեն կարողանաք դրանից եզրակացություններ կատարել, այսինքն մենք ունենք միշտ կարելի ասել մեր շտապ օգնությունը գրաֆիկի տեսքով։ Դե պարամետրով առաջադրանքներ ընդհանրապես արմատական լուծումներ է տրված, հա, ես շատ եմ տեսել, որ քննական թեստը գցում են, այս առաջադրանք ասում են, այս առաջադրանքի այս հարցին հիմա ճիշտ ենք պատասխան, թե սխալ ու պատասխան գրում են օրինակով, կարելի է տեսնել, որ օրինակով հարգելիներ չեն պատասխանում հարցին, ճիշտ է թե սխալ, կարելի է օրինակ բերել, որ ճիշտ է, կարելի է հակասող օրինակ էլ բերել, այսինքն որ սխալ է, եթե ճիշտ է, պետք է ապացուցեք, եթե սխալ է, բերեք հակասող օրինակ, ճիշտ բանին օրինակով չեն պատասխանում, հասկանում եք, մեծամասամբ, հա, բացառությամբ հատուկ դեպքերի։ Իսկ ինչ են ասում են օրինակ անես ինչ դեպքում տենց է, ուրեմն վերջ, այդ միջակայքի այերի համար ճիշտ է, ով ասեց, կարող է ուրիշ լինի, որ այդպես չի։ Պետք է լուծեք, ստանաք այդ միջակայքի այերի համար ինչպես է, կամ լուծեք ու հասկանաք, որ այս միջակայքի այերի համար այսպիսի իրավիճակ է, այս միջակայքի այերի համար այսպիսի իրավիճակ է, ու արդեն համեմատեք տվյալ պնդման մեջ, հա, թե ինչ միջակայք է տված ու հասկանաք, ձեր միջակայքի մեջ պարունակվում է, հատում ունի, հատում չունի, չի պարունակվում եւ այլն եւ այլն եւ այլն։ Բարի, եւ ներքև ինչպես վճարել կարդացեք FAQ-ն, FAQ-ն հաճախ տրվող հարցերն են, հեսա գլխավոր մենյուում գրված անպայման կարդացեք, հա, սրանք ամենահաճախ տրված հարցերն են, չնայած հետագայում էլի հարցեր կառաջանան, որ անընդհատ տրվում է, բացում եք, պատասխան կարդում եք, բացում եք, պատասխան կարդում եք։ Բոլորը կարդացեք, հա, շատ հարցեր կա, որ անիմաստ տալու տեղը կարելի է ուղղակի կարդալ ու տեսնել պատասխան այդտեղ գրված է։ Եվ ներքևում էլի գրանցվել կոճակ, նույն վերևի մենյուի, հա, գրանցվել կոճակի դերն է կատարում, ուղղակի կարող է սա չնկատեք կամ մոռանաք, դրա համար անպայման բովանդակության ծանոթանալուց հետո տեսնում ենք գրանցվել կոճակը ու ցանկության դեպքում գրանցվում եք։ Խոսեմ ներքևի մենյուի մասին մի քանի բան, գրանցումը վերջում ցույց տամ, հա։ Ներքևի մենյուն, հա, էլի լոգոն է, ինչ վերաբերում է լոգոին, ճիշտ է, YouTube-յան ալիքում, Facebook-յան էջում եւ այլ տեղեր, հա, լոգոն ձեզ հայտնի են կլոր ուրիշ բանն է, որ մեջտեղում քար է դրված, այնտեղ հրեղեն օղակա, ժամանակի, չեմ հիշում, սլակները, ժամսլակները պահպանվել էր թե չէ,
պի թվի թվանշաններն է եւ այլն, էդ էր, բայց այստեղ քան որ դաշտ ուղղանկյուն է, ինչպես եւ այստեղ դա հարմար չէ, շատ փոքր լղոզված բան կլներ, դրա համար այսպեսի մի բան եմ դրել, միգուցե ապագայում փոխվի, ամենայն դեպս իմացեք, այս նկարը ոնց որ կայքի լոգոն է։ Տեսնում ենք մենյու, պայմաններ, հետևել թարմացումների, մենյու, մեր մասին վիդեոդասեր, համայնքներ, թեստեր։ Վիդեոդասերը արդեն ցույց տվեցի, գնանք համայնքներ, համայնքներն է, չէ՞։ Ցույց տվեցի, թե ցույց չտվեցի։ Համայնքները, ինչպես ասացի, քննարկումների բաժիններն են։ Սրան ուշադրություն մի դարձրեք, հա։ Սա ուղղակի նրա համար արված, որ կարելի ասել դրսից մտնող մարդը չկարողանա մուտք գործել այդ բաժին, որ չխառնվի վիդեոդասերը դիտող մարդկանց հետ, որտեղ այդ բաժինները, ինչպես ասացի, տվյալ դասընթացը դիտող մարդկանց համար են, որ իրենց հարցերը գրեն այդ բաժիններում ու ստանան պատասխաններ։ Սա հետագայում կփոխվի, այսպիսի բաներ չի երևա, ուղղակի այնպես է դրված, որ բնականաբար ոչ մեկ այսքան չի վճարի միանա, որ չմիանան, հասկանալի այդ բաժինների։ Հետո համայնքներ, թեստերն է ցույց տվեցի, պայմաններ, ընդհանուր դրույթներ, գաղտնիության կամ անվտանգության քաղաքականություն, գումարի վերադարձի քաղաքականություն, դրանք ի սկզբանե գրվել են անպայման, հա, նես չի հետո ավելացվել։ Կարող եք բացել յուրաքանչյուրը կարդալ, հա, եւ այդպես նաեւ այս գումարի վերադարձի քաղաքականությունը, այս 3 քաղաքականություններն են, շատ կարճ հակիրճ ամեն ինչ գրված է, անպայման ծանոթացեք։ Հետևել թարմացումներին այս բաժնում սեղմելով այս դաշտի վրա եւ մուտքագրելով ձեր էլեկտրոնային հասցեն, տեսեք, սա հիշում է, որտեվ ես այս հասցեով եմ հիմա Google մուտք գործե ու նաեւ կայքում հիմա գրանցվելուց ցույց կտամ ոնց են գրանցվում այդ post-ով։ Ինքը ավտոմատ առաջարկեց, հա, ենթադրենք չի առաջարկում ձեր ինչ որ էլեկտրոնային հասցե, այսինքն post եք գրում, հիմա Gmail-ա, այն ռուսական Mail.ru-ն է, Yandex-ին է, Yahoo-ը, թե ինչ է, չգիտեմ, կարևորը այնպիսի post գրեք, որ պարունակությունը լցված չի, անընդհատ այդ կրկնում է, որտեղ գրանցվում եք մեկ էլ ինձ ծանոթում է գալի, կամ որ գրանցվելուց հետո ձեզ նամակ է գալի ավտոմատացված, որ հաջողությամբ գրանցվել եք։ Հիմա մեկ էլ ինձ նամակ է գալի, որ ասում է, այսինչ մարդու post-ը լսված է, իրան նամակ չի ասում, իրան տեղյակ պահի։ Ոնց տեղյակ պահեմ, եթե էլ չեմ կարողանում իր հետ ոչ մի ձև կապ հաստատեմ, չէ։ Գոնե ձեր էլ հասցեն ստուգեք ինչ էլ հասցե եք գրում, լցվածա թե չէ, եւ գրանցվելուց հետո արդեն կհասկանաք, որ ձեր անձնական գրասենյակում կարող եք դուք լրացուցիչ այնտեղ տվյալներ տալ, օրինակ, էլի կարող եք ինչ-որ բան նշել այսպիսի դեպքերի համար, որ ես կարողանամ ձեզ հետ կապ հաստատել, ասել ձեր post-ը լցված է, ձեզ նամակներ չի գալի, միայն ծանոթությունները չէ կայքի կողմից ուղարկված, այլ ցանկացած նամակ, ձեզ ով ինչ ուղարկի, էլ տեղ չի ասնելու, հասկանում եք, սարսափելի երևույթ է դա իրական։ Դրա համար հին ծանոթությունները, հին բաները ջնջեք, ձեր Google դիսկ է, որ 15 գիգաբայթ անվճար հիշողություն է, դա մաքրեք անիմաստ հին բաներից, որի կարիքը չկա, հա, դա մաքրեք, որ այդ 15 գիգաբայթը պակասի, որ կարողանա հիշողություն բացվել ձեզ նամակները, հա, post-երը գան։ Այստեղ ներքևում սրանք ուղակի նկարներ չեն, հա, սրանք յուրաքանչյուրը ինչ որտեղ կոճակի դեր է կատարում, սեղմելով կարող եք անցնել Telegram-յան խումբ, Facebook-յան էջ, YouTube-յան ալիք, Instagram-յան էջա, տեսեք տարավ, հեսա, ես Facebook-յան էջն է, Facebook մուտ չեն գործել, ես վերջի նախավերջինն է, որտև վերջինը այստեղ չեմ գցել, բայց YouTube-ում դրված է 11:20, ժամը 11-ին է սկսվել է, եթե չեմ սխալվում, պրեմիերան, այսինքն կարող եք երկրորդ մասն էլ դիտել 9-րդ դասանի ավարտական քննության ավելի շուտ վերաքննության, հա, նախորդ տարվա օգոստոս ամսվա թեստի լուծումը, որտեղ ոնց հասկանում ենք վերջի տարիների դրվածքով այդ վերաքննության թեստերի եւ հաջորդ տարվա քննության թեստերի միջև ինչ որ չափի կապ կա, իրար նման են, այսինքն դիտելը հաստատ չի խանգարի, մի բան է օգտակար կլինի։ Գանք մենյուն մեր մասինը, որտեղ ուրիշ տեղ չկա, միայն այդտեղ է։ Սեղմում ենք, գնում ենք էսեջ մեր մասին, ես չեմ սիրում իմ մասին անձնական ինչ որ բաներ պատմել, հա, գովքանել կամ չգիտեմ, բոլորին ի ցույց տնել։ Այստեղ դրա համար կրճատ գրված է։
Իսկ աշխատանքային փորձի վերաբերյալ էլ ինձ ընդհանրապես երբեք չի հետաքրքրել այն աշխատանքները, որ ուրիշ մարդիկ կարողանում են կատարել, այն աշխատանքները, որ արդեն աշխատանքի կարելի ասել ճյուղերն ու բնագավառները, որ վաղուց ստեղծված կան։ Ես միշտ սիրել եմ մի նոր բան անել, դրա համար այս դիմորդի ուղեցույցը հենց այդ նոր բանն է, որ ստեղծել կայք, ստեղծել գիտելիքների կարելի ասել հասանելիության մի հատ մոդել, որը ներառում է իր մեջ թե վիդեո դասեր, ներառում է թե հոդվածներ, թե թեստեր, այն ամենը ինչը երբեք չի եղել ամբողջական, հասկանալի է, մանավանդ Հայաստանի համար, որ շատ հետ ենք մնացել, օրինակ արտասահմանում վաղուց այդ վիդեո դասերը ինտեգրվել էր, վաղուց շատ մարդիկ իրենց կայքեր ունեին եւ այլն, Հայաստանում դա պասիվ է, դե հասկանալի է, որ մեծ ծախսերի հետ է կապված, միայն ժամանակի, ռեսուրսների ու էներգիայի կարելի ասել չափազանց մեծ էներգիա է, տրամադրմամբ այս ամեն ինչին հնարավոր է դարձել հասնել ու շարունակում ենք զարգանալ, քիչ-քիչ դանդաղ, բայց հստակ քայլերով առաջ են գնում։ Այս ֆոտոմաս ծրագրի մասին երևի շատերը ծանոթ եք, շատերի հեռախոսների մեջ կա, մանավանդ ասենք դպրոցականների մոտ, հա, ինչ-որ բան է պետք լինի, բացում են վրաս ֆոտոմասը, այդ հավասարը գրում են, լուծումը տալիս է, այն կարմիր գույնի լոգոյով ծրագիրն է։ Այդ ֆոտոմասում ինչ-որ առաջադրանքի լուծում կամ լուծման տարբերակներ, որ դուք տեսնում եք, չէ՞, դրանք ի սկզբանե գրվել են իմ, ձեր նման մարդկանց կողմից, մաթեմատիկայի մասնագետների կողմից ու անգլերեն լեզվով, հա։ Ու բացի դա երկրաչափության խնդիրներում, բացի ուղղակի ինչ-որ տեքստային պատասխան գրելուց, նաև եղել է մի շարք նկարներ, հա, այսինքն նկարների շարան կարելի ասել, որի միջոցով նաև ներկայացվել է այդ խնդրի առաջադրանքների լուծումը ու նկարի մեջ օրինակ գունավորված է եղել այդ կողմի երկարություն նարնջագույն, լուծման տեքստի մեջ է դա նարնջագույնով է, որ դուք տեքստը տեսնեք, նայեք գծագրին, միանգամից հասկանաք, ըմբռնեք ինչա կատարվում, ինչն ենք ինչին հարաբեր է եւ այլն եւ այլն եւ այլն։ Ես հիմա չգիտեմ, անվճար, հա, տարբերակում այս ծրագրի երկրաչափության խնդիրներ լինում է ներբեռնել լուծումները ստանալ, ինձ այդքան դա չի հետաքրքրում, բայց այնտեղ վստահ եմ, որ պրո բաժանորդագրություն կա, ես երբեք դա չեմ գնել, չնայած որ աշխատում էի դրա վրա, կարելի փորձեի, չէ, ընդհանրապես չեմ գնել, չի հետաքրքրել, բայց գիտեմ, որ այդ պրոյում շատ բաներ հենց վիդեոների տեսքով բացատրություններ կա, այսինքն անիմացիաների ճիշտ կլինի ասել, կամ գիֆերի տեսքով այդ խնդիրների երկրաչափության, հա, առաջադրանքների լուծումները կա, որ տենց սահիկա շարի նման ոնց որ կարա գա լուծումների նկարներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Իհարկե այս աշխատանքները բավականին շուտ ավարտվել են, մանավանդ իմ կատարած, այնպես որ ես ներկայապայդրությամբ չգիտեմ, թե էլ ուր են հասել, ինչ հնարավորություններ ունի, բայց ով որ օգտագործում է, իմացեք, էլի, որ այդ պատասխանները, որ տեսնում եք, ի սկզբանե գրվել է մարդկանց կողմից, հիմա այդ ամեն ինչը ուղղակի ներբեռնվում է, կարելի ասել, կատարելագործվել է, իդեալական մի պատասխան է ստացվել օրինակ տվյալ հարցի համար, ու դա ցուցադրվում է, երբ որ այդ ոճի հարց կամ այդ ոճի առաջադրանք ձեր կողմից ներմուծվում է, հա, ծրագրի մեջ։ Եվ այս նկարը ինչ է անում, ցույց է տալի իմ կյանքի դրությունը, ապրելու վայրը եւ այլն եւ այլն։ Աղմուկ, աղմուկ, աղմուկ եւ եւս մեկ անգամ աղմուկ, նույնիսկ նախորդ տեսանյութում, որտեղ աղմուկը շատ էր։ Հիմա ես օրինակ լսում եմ այդ գոռոցները։ Այդ ինչ աղմուկ է, բնականաբար ներսի աղմուկ չի, հա, կատարյալ լռության մեջ նստում ես, բան ես ուզում նկարես, բացատրես ու դրսի ոռնոցները ամբողջությամբ անընդհատ էլ հնարավոր չի դրա դեմ պայքարել, միայն եթե բոլոր մարդիկ փոխվեն ավելի լավը դառնան, ներկա պայի դրությամբ, հա, այս կյանքում դժվար թե այդպես ստացվի, գնալով միայն ամեն ինչ վատանալու է, դրա համար պետքա համբերություն ու պետքա շրջապատող մարդկանց վերաբերել որպես հոգեբուժարանի կարելի ասել այցելուների, այդպես ասել են հոգևոր մեծ հայրեր, հա, եթե ուզում ես չխելագարվես ու կարողանաս ապրել, հա, ամեն օր զարգացող, առաջ գնացող այս աշխարհում պետք է այդպես վերաբերես, ամեն ինչ ծանր չտանես, ինքդ քեզ քո անձի նկատմամբ չվերցնես, հա, հասկանալ է շատ բաներ կա, որ պետք է ուղղակի այդպես բաց թողեք գնա, որ կարողանաք ապրել, թե չէ խելագարվեք։ Իմ դեպքում դե պատկերացրեք, որ 14 ամիս այս միջավայրում նստես ու փորձես այդքան դաս բացատրել, ինչ կնես, բնականաբար ինչ որտեղ խելագարվես, չնայած հիմա որ խոսում եմ, այդքան հնարավոր չի հասկանալ, այս մարդը գժվել է, թե չէ, բայց հոգեկան, հա, կարելի ասել շատ
դժվար է այս ամեն ինչի միջով անցնելը ու դա իր հետևանքները իհարկե թողում է իսկ մենք ում վրա որ հետևանքները թողնում է թույլ կտանք դա տեսնել թե չէ արդեն դա կարելի ասել մեզնից է կախված է պետք է փորձենք այդ ամեն ինչը թույլ չտանք տեսնել այսինքն ամեն օր պետք է պայքարենք այս խելագարության դեմ լավ հետ վերադառնանք այստեղ նոր պատուանով է սա բացվել կարելի է փակել այստեղ էլ ինչ կա այստեղ մուտքագրելով ձեր էլեկտրոնային փոստը եւ սեղմելով հաստատել կոճակը կարելի ասել թույլ եք տալիս որ ժամանակ առ ժամանակ ծանուցումներ ստանաք այսինքն ձեր փոստի վրա հա էլեկտրոնային հասցեի վրա կգա ծանուցում օրինակ այսպես ծանուցում բոլորին կամ ուշադրություն այս ինչը այսպես եւ այլն ուղղակի ծանուցումներ հա դա գրանցվել չի հետ վերադառնանք վերև, տեսնենք թե որ բաժինը չենք դիտել, փաթեթները դատարկ է, որտեղ ներկայացության փաթեթներ չկա, բայց ասեն, որ փաթեթներն է լինելու է շտեմարան 1-ի ամբողջական փաթեթ, շտեմարան 2-ի ամբողջական փաթեթ եւ լինելու է վերջերս որոշեցի նաեւ երկրաչափության փաթեթ, հա, ամբողջական։ Այսինքն բոլոր հարթաչափության, տարածաչափության, վեկտորներ եւ կոորդինատային մեթոդներ բաժինները միտեղ են լինելու, որտեղ շատ մարդիկ ասում են չկա միայն երկրաչափություն եւ այլն։ Դե փաստացի սպայդերությամբ չկա։ Հենց գլուխ 3-ների տեսանյութերը բոլորը պատրաստ արդեն կլինի, դրանք առաջին հերթին, հա, համախմբելով կստացվի երկրաչափության փաթեթը ու մնացած փաթեթները։ Համայնքներ, հոդվածներ։ Վերադառնանք հոդվածներին։ Տեսեք, հարաբերության հիմնական հատկությունները։ Առաջի հոդվածը սա է, բացում եք մի քանի րոպե, էլի ուղղակի կարդում եք, համ եք օգնի։ Այս մի քանի րոպե, հա, օրինակ 4 րոպե է, 4 րոպե այստեղ թերթելը, որ այս հոդվածը Google-ի կողմից կարելի ասել ճանաչվի, երբ որ դուք Google-ում որոնեք ինչ-որ բան, բերի, հա, ցույց տա, թե չէ կարա ցույց չտա։ Հիմա ոնց որ շատ բաներ ցույց չի տալի, հասկանալի է։ Այսինքն մարդկանց ուշադրությունից է կախված։ Եթե ուղղակի չբացեն, փակեն, մի քիչ մնան, նայեն ինչա կատարում այդ էջում, այդ էջի ուշադրության կարժանանը ու արդեն Google-ը ցույց կտա։ Թեկուզ առաջի էջում ներքևում ցույց կտա, բայց ամենայն դեպս ցույց կտա, թե չէ կարողա 10 էջ հարաբերության մասին ինչ-որ բան լինի ու լրիվ ուրիշ թեմաներով, հա, ոչ թե մաթեմատիկայի 6-րդ դասանի թեմա լինի, հասկանալի է։ Ու այդպես էլ այս հոդվածը չերևա։ Հետո համեմատականություն հիմնական հատկությունները, տեսակները ամենածավալուն հոդված է, բնական, ամբողջ եւ իրական ցուցիչներով աստիճաններ դրանց հատկությունները, տեսեք 15 րոպե կտևի, որ ամբողջությամբ կարդաք եւ կարելի ասել հասկանաք, հա։ Ահա։ Այս իրացիոնացուցիչով աստիճանի մասին բնականաբար շատ խորը գրած չի, ուղղակի պետք էր դա էլ ինչ-որ ձև բացատրել սահմանել, որ ստացվեր արդեն իրական ցուցիչով աստիճանը սահմանվել է ու հատկությունները մենք թվարկենք։ Սրանք հիմնականում սահմանումների ու հատկությունների անուններն են, իսկ ներքևում արդեն են ցես ծանոթ բանաձևերն է, որ երևի գրեթե բոլորդ էլ տեսած կլինեք, հա, դպրոցում, ասենք մաթեմատիկայի դասարանում պլակատի վրա հետ վերադառնանք, ուրեմն մեր բաժիններին, հոդվածներ, թեստեր, կապը, մտնենք կապ, այստեղ թեթև ցույց տամ, հա, գրում եք ձեր անունը, մեյլը, այսինքն փոստը էլեկտրոնային կամ էլեկտրոնային հասցեն, հա, ձեր նամակը անպայման սեղմ եք գրեք, որ չեք սեղմում գրում, ինձի դատարկ նամակ է գալի, հա, գալիս է այսինչանից թեմա է գրած չիլում մեկ-մեկ ու դատարկ նամակ, ես հետ եմ գրում ասում եմ ձեր կողմից եկել է դատարկ նամակ, հիմա տեքստը գրեք, տենց է պատասխան չկա, եք գրում, հետո տենց թողնում գնում եք, կամ ուղղակի սեղմեք այստեղ Սրանք էլ ուղղակի կոճակներ չեն, սեղմելով կանցնենք Telegram-ի chat, խումբ, այստեղ է կարող եք մտնել ձեր հարցերը գրեք, տեղ ակտիվություն չկա, որտեղ հիմնականում Facebook-յան edge-ում եմ գրում նորություններ, որտեղ նա edge է, որ հենց նորությունները լինի, կամ տեսանյութերի ժամանակ եմ ասում, հա, կամ ասենք կայքում որ գրանցվել են, ով որ գրանցվել է իր համար ավել լավ, ես միանգամից ներսից այդ ծանուցումներ ուղարկում եմ էլ post-երի վրա ինչ որ նորություններ եւ այլն, այս էլ էլի Instagram-յան մեջ կարող եք Instagram-ով գրել, Facebook-ով գրել, Telegram-ում գրել, կայքի մեջով գրել, Gmail-ին գրել, Էլի ոնց ասես YouTube-ում գրել, հա, մեկնաբանություն, ամեն ձևով, այդքան գրելու տեղ կա, թե հարց եք ունեն, մի տեղով գրեք, հա, պետք չի ամաչելու բան չկա հարց տալու մեջ, հարցեր բոլորս էլ ունենում ենք ու ուզում ենք պատասխանները ստանալ։
Լավ, հիմա հետ վերադառնանք գլխավոր էջ եւ արդեն ցույց տամ ինչպես են գրանցվում։ Տեսեք, մուտք գրանցվել կոճակ։ Առաջի անգամ ձեզ պետքա գրանցվել, իսկ հետագայում արդեն միայն մուտք գործել։ Եթե սեղմ են գրանցվելու վրա, տեսեք պատուան է բերում, որը տեսնում եք ամբողջական չի, որտեղ փոքր մոնիտոր ունեցող համակարգիչների վրա սա նոթբուք է, դե բնականաբար փոքր է։ Կարող է ամբողջությամբ չերևա, հոգ չէ։ Այդ մկնիկի այն մեջտեղի կարելի ասել շրջանը որ կա, scroll եք անում դրանով, պատտում եք։ Տեսեք ներքև վերև ամբողջական երևում է։ Ինչ է պետք լրացնել։ Անուն, ձեր անունն եք գրում, ոնց ուզում եք կարող եք գրել, միայն թե նորմալ բան կգրեք, էլի։ Էլ հասցեն, ձեր post-ը, այս էլ հասցեի մասին է, հա, խոսեմ, մարդ կա, չգիտեմ, ինչու ահավոր վատ անունով post-երով է գրանցվում, ամոթել է ասել, չասեմ էլի, դա ձեր post-ն է, որով կիսում եք մարդկանց հետ, նենց բան գրեք, որ կարելի ասել ամոթալի չլինի դրանով կիսվել։ Թե չէ տեսնում եմ, որ գրանցվել է, մի հատ օրինակ բերեմ, որ իրականության չի համապատասխան, որովհետև եթե իրականության համապատասխան բան ասեմ, կսկսեն այդ post-ը մանգալ ու ձեռ առնել այդ մարդուն, պետք չի։ Օրինակ, հա, Զուքանի թուղթ շնիկ gmail.com, բա տենց Gmail կարելի է գրել, ամոթ չի։ Դա Gmail-ը, դա ձեր այն post-ն է, որով դուք մուտք եք գործում Google, որոնողական համակարգ, մուտք եք գործում Play Market, Google Play կամ կարելի ասել, ամենակարևորը մուտք եք գործում YouTube, հա, ձեր YouTube-ում Gmail-ն է գցած, հասկանում եք, բոլորդ է post ունեք, որ ասում եք post չունեք, եթե Android-ից օգտվում եք ու Google-ից օգտվում եք, բնականաբար ունեք ձեր Google-ի post-ը, այսինքն այդ Gmail-ը, այդ Gmail-ն է կարաք այստեղ գրեք, հասկանում եք, այսինքն post, հեսա իմը Gmail-ով է օրինակ, կամ այն ռուսական mail.ru ունեք, բայց ես չեմ ուզում, որ դա օգտագործեք, նախկինում օգտագործում էին, մինչև հասանք համալսարան, սկսեցին լեկցիա կարդալ, թե ինչու պետք է այդ անվտանգության ինչ-որ տեսանկյունից դա օգտագործել, չգիտեմ, հիմա ամենայն դեպս այդ ձեր Gmail-ը կարաք օգտագործել կամ ուղղակի այդպիսի post կամ Yandex-ի ինչ-որ post կամ Yahoo-ով են որ գրվում է եւ այլն եւ այլն եւ այլն։ Գաղտնաբար բաժնում ոչ թե գրում եք ձեր post-ի գաղտնաբառը, այս կայք կամ հիմա կայք չի ուրիշ տեղ մուտք գործելու համար ձեր գաղտնաբառը, ինչ-որ տառերի, թվերի, սիմվոլների հավաքածու, ինչ ուզում եք գրում եք, հասկանալ, թվեր, տառեր, սիմվոլներ եւ այլն, ինչպիսի հավաքածու ուզում եք, կարող եք կազմել։ Նույնիսկ կարող եք օրինակ Google-ում գրել password generator, ինքը գաղտնաբառ, հա, լիքը կայքեր կա, որ գաղտնաբառ է գեներացնում, բայց ես ընդհանրապես իմ անձնական գաղտնաբառերի դեպքում դրանցից չեմ օգտվում։ Եվ բացի դա, ձեր post-ի անվտանգությունը ապահովելու համար կարող եք նաև լրացուցիչ միացնել two-factor authentication-ը, կոչվում է двухфакторная аутентификация ռուսերեն։ Այսինքն դա ինչ-որ թվերի հավաքածու է, հա, որը մի քանի վայրկյանում մեկ փոխվում է։ Google Authenticator ծրագրի մեջ դուք ավելացնում եք, որ ձեր այս post-ի համար է պետք դա, ու ձեր այդ post-ի, հա, էլեկտրոնային հասցեի անվան դիմաց ինչ-որ թվերի հավաքածու է, մի քանի րոպեն մեկ թարմանում է։ Քանի դեռ այն ակտիվ է, դուք մուտք գործելուց ձեր post, բացի գաղտնաբառը պետք է նաև լրացնեք դա լրացուցիչ ապահովություն, հա, անպայման օգտվեք դրանից։ Ինչ վերաբերում է այլ հասցեներին, մարդը ասում է ես post չունեմ եւ այլն։ Եթե դուք ունեք Android հեռախոս, հա, ու օգտվում եք Google-ից, YouTube-ից եւ այլն, ուրեմն դուք ունեք post, հենց այդ Google-ի post-ը, Gmail-ը, հանգիստ կարող եք բացել այդ Google-ը ձեր հեռախոսի վրա, այնտեղ ձեր նկարն է, չէ, կլորակն է, սեղմեք վրան ու ցույց է տալի ձեր Gmail-ը կամ YouTube-ում ձեր այդ անձնական, կարելի ասել, պրոֆիլի նկարի վրա եք սեղմում, ցույց է տալի, պետք է որ ցույց տա, եթե չեմ սխալվում, ցույց է տալի ձեր Gmail-ը, այսինքն այդ Gmail-ը հենց կարող եք որպես էլեկտրոնային հասցե ստեղ լրացնել, հա, պետք չի ուրիշ ինչ-որ էլեկտրոնային հասցե ունենալ, որ ասել ես ունեմ էլեկտրոնային հասցե։ Հենց այդ Gmail-ը արդեն իսկ ամենալավ էլեկտրոնային հասցեն է, հասկանալի է։ Լավ, ուրեմն սա էլ էլեկտրոնային հասցեների մասին։ Գրում ենք անուն էլեկտրոնային հասցե, գաղտնաբառը մի փոքրանց իհարկե ցույց կտամ։ Քանի տարեկան եք, կարող եք նշել ցանկության դեպքում ձեր տարիքը, այսինքն սա պարտադիր դաշտ չի եւ կարող եք չնշել, եթե չեք ցանկանում։ Իհարկե լավ կլինի դիմորդների համար, որ նշեն, հա, ասենք 16-ից 17 են կամ 16-ից փոքր են, եւ այստեղ էս պտիշկան դնում ենք, հա,
Ես համաձայն եմ հետևյալ էջերի կետեր հետ, այն ընդհանուր դրույթներն ու պայմաններն եւ անվտանգության կամ գաղտնիության քաղաքականության, ներքևում 3 հատ քաղաքականություն կար, այսինքն կարդում եք, եթե նախապես ներքևում չէիք կարդացել, համաձայնություն տալիս եք, լրացրեցիք, վերջ, սեղմեք գրանցվել կոճակի վրա։ Այստեղ կա ներքևը նայել, տեսեք, կամ մուտք Google-ով, մուտք Apple-ով։ Հիմա կասեք գրանցվելուց ինչ մուտք։ Տեսեք, գրանցվելուց եթե ձեռքով եք լրացնում, այստեղ եք լրացնում։ Եթե ուզում եք հենց Google-ի ձեր ինչ որ ակաունտով միանգամից անձնական գրասենյակ ունենաք, այս կոճակը դրա համար է, սեղմում եք մուտք Google-ով, առաջի անգամ, եթե չեմ սխալվում, բրաուզերը, դեպի որ առաջի անգամ եք ուզում այդ ակաունտով մուտք գործել կայք, այսինքն անձնական գրասենյակ ստանալ, ձեզնից հարցնում է, որ Gmail-ն է, դուք ձեռով եք գրում, նա դեռ ձեզ չի ճանաչում, ձեռով լրացնում եք, հետո գաղտնաբարն եք գրում ու հենց արդեն գրանցվեցիք ձեր անձնական գրասենյակը, հա, կարելի ասել ստացաք, վերջ ինքը հետագայի համար արդեն հիշելու է ու ամեն անգամ երբ որ կայք մուտք գործեք, եթե ինչ-որ ժամանակ առ ժամանակ ինքը երևի թե դուրս է գցում, հա, ինձ թվում է։ Լավ, հիմա ինչպես ասեցի, ինչպես գրանցվել, հա, դա ուրեմն մուտք Google-ով, նույնը մուտք Apple-ovն է, ես քանի որ հնարավորություն չունեմ, դրա համար այս կոճակից չեմ օգտվել, բայց այս եղանակով գրանցված մարդիկ կան, այսինքն նույն ձև աշխատում մոտավորապես ոնց որ եւ այս կոճակը հասկանալի է։ Առաջի անգամ ձեռքով եք դրացում, դրանից հետո արդեն ձեզ հիշում է, հենց սեղմեք այս մուտքի կոճակի վրա, տեսեք, ասում է էլ հասե գաղտնաբար, էլի կսեղմեք մուտք Google-ով ու արդեն հիշելով ձեզ կառաջարկի, կասեն այս ձեր Gmail-ն է, ձեր նկարով, ոնց որ Google-ն է, չէ, սովորաբար առաջարկում հան, տեսեք, այս կլորակի նման, տենց մոտավոր մի բան կլինի, կսեղմեք վրան ու արդեն մուտք կգործեք մի անգամից, առանց էլ գաղտնաբար եւ այլն հավաքելու, հա։ Հանուն, օրինակ գրեմ test, թեստային եմ, հա։ Որտեղ գրանցում, հետո կջնջեմ, անիմաստ ինչու պայեմ ես գրանցումը։ Այս իմ հասցեն ավտոմատ առաջարկեց, օրինակ սրանով գրանցվեմ, հա, գաղտնաբար։ Գրեցի, օրինակ home page, հա։ Քանի տարեկան եք, դե ինչպես ասի, ցանկալի է նշեք, օրինակ ես հեսա կնշեմ 24, համաձայն եմ այս էջերի կետերի հետ, հա, պայմանների հետ եւ գրանցվել։ Հիմա տեղի կունենա գրանցումը, Ստեղ ինձ պետք չի դուք կարող եք պահպանել, եթե պետք է, ինքը կհիշի ձեր տվյալ Google-ի պրոֆիլի համար, հա, եթե ինչ-որ մեկի ուրիշի պրոֆիլով եք տվյալ պայն Google մտել, օրինակ ընտանեկան ընդհանուր օգտագործման համակարգիչն է, ձեր պրոֆիլը չէր ուրիշ մարդու պրոֆիլ էր, պետք չէ դա հիշել տալ, որտեղ իր մոտ կհիշվի։ Տեսեք, գրանցվելուց հետո այստեղ ավելացավ կլորակ, ավատար, պրոֆիլ, դուրս գալ։ Իմ դասընթացներ, այս տառերն է, տեսեք, տեղ չանելու պատճառով խնդիրը առաջացավ, հավանաբար չէի նկատել, դե շուտվանից ես ինքս իմ համար թեստային չէի գրանցվել։ Փաթեթներ, քանի որ չկա, փաթեթները դեռ կփակվեն, մինչև հետագայում արդեն վերջնական լուծում տալ է, սրա համար, որ բոլոր բառերը տեղավորվեն, տողադարձ չկատարվի։ Տեսեք, իմ դասընթացներ կամ ուղղակի պրոֆիլ, սեղմենք պրոֆիլի վրա, սրանով իսկ մենք գնում ենք իմ պրոֆիլը, ձեր անձնական գրասենյակն է, տեսեք, անուն թեստ, էլեկտրոնային հասցե, հավելյալ տեղեկություն, քանի տարեկան եք, ինչ մասնագիտություն եք ցանկամ ձեռք բերել, որ բուհ եք ցանկամ դիմել, ինչ երազանքներ ունեք, հիմա դուք կարող եք ցանկացած այս դաշտ տեքստ գրելու տեղը, օգտագործել ձեր մեկ այլ ինֆորմացիա պահելու համար, օրինակ ինչպես ասի, որ մեյլը հանկարծ լցված է լինում, ուրիշ ձև ոնց, սրանցից մեկում, օրինակ, կամ դրա համար ես հատուկ տող կավելացնեմ, հա, տեսանյութը նկարելուց հետո, հավելյալ ինֆորմացիայի տող, կարող եք ինչ-որ կոնտակտի ուրիշ եղանակ գրել, որ ես կարողանամ այդ ձևով կոնտակտ հաստատել, ասեմ, ձեր մեյլը լցված է, իսկ ավելի լավ կլինի, որ ուղղակի ձեր մեյլերին կարելի ասել ուշադրություն դարձնեք, լցված է, մաքրեք, տեսեք, փոխել գաղտնաբառը, 5 գաղտնաբառ, նոր գաղտնաբառ, հաստատել գաղտնաբառ, ես էլ փոխել գաղտնաբառը բաժինն է նրա համար, որ նախորդ տեսանյութում էր, թե դրա նախորդում էր ոնց որ թե, որ ես ասեցի, նախորդ տեսանյութ նկատի ունեմ 9-րդ դասարանի ավարտական քննական թեստի լուծման երկրորդ մասը, հա, հասկանալի է։
որ ասի, որ ես կարող եմ ձեզ համար պայմանական գաղտնաբառեր տենց գեներատորի միջոցով ստեղծել, եթե չեք ուզում ինքնուրույն գրանցվել, ես ձեր գրանցումները անեմ։ Միայն ինձ հաղորդեք ձեր մեյլը, այդ ինչ որ գաղտնաբառ գեներացնելով, հա, ես գրանցումը կատարեմ, հետո ձեզ այդ տվյալները տամ, մուտք գործեք, 5 գաղտնաբառ այդ իմ տվածը գրեք, նոր գաղտնաբառ, արդեն ձեր գաղտնաբառը գրեք, հաստատել գաղտնաբառ նորից գրում եք ու պահպանել եք տալի, վերջ գաղտնաբառը փոխվեց, արդեն դուք եք միակ, կարելի ասել, տերը ձեր պրոֆիլի։ Բայց ամեն դեպքում փոխեք ձեր գաղտնաբառները, որտեղ այդ գեներատորների գեներացրած գաղտնաբառերը ես մինչև վերջ չեմ վստահում, հասկանալի է։ Դրա համար անպայման փոխեք։ Այս ժամային գոտին ի՞նչ է, ավտոմատ հայտնաբերում, հա, սա թող մնա։ Հիմա տեսեք, ցախ կողմում ունենք սյունակ, որը մոբայլ տարբերակով, եթե մոբայլ տարբերակ ինչ նկատեմ, ուղղակի հեռախոսով եթե մոտ գործեք, հա, կայք։ Այստեղ միգուցե սա միանգամից չերևա, բայց այստեղ մի սլաքի նման բան պետք է լինի, որ սեղմեք, սա այս ձախ կողմից գա հայտնվի, հա, սա կարող է չերևա սկզբից։ Այստեղ կարող եք ձեզ նկար ավելացնել, թե պետք է ու տվյալները խմբագրել էլի, անձնական տվյալներ, տեսեք, մենք հիմա գտնվում ենք հենց անձնական տվյալներում, վերևն է գրած է։ Հիմա կա իմ դասընթացները։ Սեղմում ենք Slack-ի վրա, տեսեք բացվեց վիդեո դասեր, պրոդուկտներ, թեստեր։ Վիդեո դասեր, երբ որ վիդեո դասերն հասանելիություն կունենաք, սեղմեք վրան, արդեն այստեղ կպահպանվի ձեր վիդեո դասեր, տեսեք այս բանին դուք դասընթացներ չունեք, բայց առաջարկող դասընթացները ներքևը բերեց ես 3 հատ։ Պրոդուկտներ ներկա պահին չկա, հա, պրոդուկտ, որտեղ պրոդուկտ ինչ, թվային օրինակ ինչ որ ուղեցույց, հա, ֆայլ, գիրք եւ այլն, դա կլինի արդեն պրոդուկտ բաժնի տակ։ Թեստերն է, եթե թեստ լրացնեք, հա, այս թեստերից պետք է որ այս թեստեր բաժնում հայտնվի, եթե չեմ սխալվում, հասկանալի է։ Հետո կա ծանուցումներ, հա, իդեպ ծանուցումների մասին Գրանցվելուց հետո նկատեցիք, որ այստեղ ավելացավ զանգակ, մինչև դա չկար։ Այս զանգակի վրա թվեր կավելանա։ Ինչքան ծանուցում ունենանք, այդքան թիվ կլինի, օրինակ 13 հատ ծանուցում ունեք, հասկանալի է։ Իմ առաջի ծանուցումը դուք ստացել եք էլեկտրոնային փոստի վրա, երբ որ գրանցվում եք, դե դեռ չեք բացել, չէ՞, անձնական գրասենյակ, ծանուցումը գնում է փոստի վրա։ Հիմա ցույց տամ, հա, իմ փոստի օրինակով։ Տեսեք, գրանցումը հաջողությամբ կատարված է, կարդում եք, հա, որ անիմաստ անդադ ցույց չի տա, որ նամակ ունեք։ Հետ վերադառնանք այստեղ, ծանուցումներ կայքի մեջով, երբ որ ստանաք այստեղ կլինի, օրինակ դուք հանձնել եք այսինչ թեստը կամ դուք ցախել եք այսինչ բանը, կամ դուք ունեք հասանելիություն այսինչ վիդեո դասին օրինակ, հա, չնայած դա փոստի վրա էլ է գնում։ Եվ այլն, մի խոսքով կայքում ձեր պրոֆիլի ծանուցումները բոլորը կհայտնվեն այս բաժնում։ Իհարկե զանգակի վրա սեղմելով, տեսեք դեռևս ծանուցումներ չունեք։ Այստեղ ծանուցումներ ցույց կտա, կարող եք յուրաքանչյուրի վրա առանձին սեղմել, ելի կգաք այստեղ ամբողջական ցուցակը կտեսնեք, կամ այստեղ եթե չեմ սխալվում, կա տեսնել ամբողջը թե ավելին կոճակ կա։ Սեղմենք դրա վրա, ելի կբերի այստեղ ամբողջը միանգամից կտեսնեք, կկարդաք ու ելի կոճակ կա, որ սեղմեք բոլորը իբրև կարդացված են, որ բաց բան չմնա։ Այդ դեպքում արդեն զանգակի վրայի թվերն կկորի, հա։ Վճարման պատմություն դեսա հետագայի համար է, այստեղ ցույց կտրվի թե ինչի համար եք վճարել, թվային չեկը, հա, վճարման այստեղ կգեներացվի, կկարողանաք նույնիսկ ներբեռնել, հա, այդ ամեն ինչը նախատեսված, հասկանալի է։ Եվ այլն, իմ դասընթացները, եթե սեղմենք այստեղ, տեսեք ինքը տարավ իմ դասընթացներ ու միանգամից ավտոմատ բերեց վիդեո դասերի վրա, չէ՞, հա, ինքը վիդեո դասերը բերեց։ Համենայն դեպս, եթե այստեղ հայտնվի, արդեն եթե ունենաք վիդեո դաս, այստեղ կհայտնվի։ Հիմա գնանք վիդեո դասեր, մի երկու բան է ցույց տամ, որտեղ մարդը գրանցվում է ու չի դիտում անվճար վիդեո դասերից։ Պետք է որ մի քանի բան այստեղ բացված լինի, ճիշտ է, ընդհանրապես ճիշտ է, որ այն սկիզբն է բացված լինում, բայց այստեղ հատուկ տեսանյութեր դրա համար դրանք բաց չի։ Այլ օրինակ առաջադրանքների մեջ կար, չեմ հիշում, ես այստեղ հատուկ ինչ որ առաջադրանքներ կար, որ դրանց համար հասանելիություն, հա, որ ուղղակի կարողանաք դիտել։ Եվ իհարկե դիտելու համար, եթե գրանցված չեք կամ մուտք չեք գործել, ինքը ասում է գրանցվիր կամ մուտք գործել, որտեվ եթե ուզում եք կայքի ներսում ինչ-որ բան դիտեք, պետք է ուղղակի այդ մուտք գործեք, հա, որ կարողանաք դիտել։ Միգուցե սրա համար չկա, բայց պետք է որ լինի։ Կամ շտեման 2 գլուխ 1-ը, սա պետք է որ հաստատ
ունենար, ես հիշում եմ, որ կար, որ ես ֆունկցիայի ու տեքստային, ահա, տեսեք տեքստային խնդիր, համար 1, անվճար է, սեղմենք այս անվճարի վրա, հիմա քանի որ մուտք են գործել, արդեն կարող ենք դիտել եւ ուշադրություն, տակը կցված ֆայլ կա։ Եզակի տեսանյութեր կլինի, որ տակը կցված ֆայլեր կլինի, հա, այստեղ PDF-ա, միգուցե նկար լինի, օրինակ տարածաչափության այնտեղ տեսանյութեր կա, որ ապացուցման համար բանկա մենք ենք ապացուցում, բանկա ապացույցը հայերեն գրականությունից վերցված է, բավական երկար է ու նկարի տեսքով տեղադրված կլինի անպայման, հասկանալի է տեսանյութի տակը, անպայման կնայեք, որ հետո չասեք, բա ուր էր այդ ապացույցը, որ ասում եք պետքա կսված լինի։ Այստեղ տևողությունը 11:49 րոպե է մնացել, որ ավարտվի տեսանյութը, այսինքն տևողությունը 11:49 րոպե է։ Այստեղ արագությունը կարող եք բանանել, բայց չգիտեմ դրա կարիքը կլինի թե չէ, այստեղ պատուանը մեծացնում, փոքրացնում եք։ Ես ընդհանրապես սպիտակով չեմ նայում, որ աչքերս չօգնացնի, ես ընտրում եմ edge-ի մուգ կարելի է ասել տեսքը։ Այսպես շատ ավելի հարմար է, աչքերը չի լարում։ Այստեղ եթե փոխեք, հա, սա ներքևը էլ բան չկա, կողքն չկա, տեսանյութը մեծացավ, կողքից ցուցակ, սենց ավելի հարմար է իմ կարծիքով, որտեղ միևնույն է, սենց սեղմեք ամբողջական կբացվի, հա։ Սեղմեք վրան, տեսեք տեսանյութը գնաց, դա կարող եք դիտել, այնտեղ էլի բաներ կա, ինչպես ասացի, երևի արդեն 30 րոպե անցավ, հա, որ ասացի անվճար վիդեոդասեր, ինչ նկատի ունեի, ես կառանձնացնեմ մի շարք, հա, առաջադրանքների լուծումներ տարբեր բաժիններից, տարբեր թեմաներով, հա, դա անվճար հասանելի կլինի, այսինքն ուղակի գրանցվելով կամ մուտք գործելով, ել էս գնել հիմա չի լինի, ստեղ երևի կլինի անվճար կգրվի, հա, սեղմեք վրան կկարողանաք արդեն դիտել, հա, այդպես կկարողանաք դիտել մոտավոր պատկերացում կազմել, թե ինչ ձևի են վիդեո դասերը, իհարկե ասեմ, որ ցանկացած այդպիսի տեսանյութ խաբուսիկային առումով, որ վիդեո դասեր կա, որ բավականին ծավալուն են, այդ տեսանյութը, այսինքն տեսանյութն է էլի ծավալուն մեծ, այդ տեսանյութը նայելն էլ է դժվար, բայց այդ տեսանյութը ամենակարևորն է։ Եթե ես այդ տեսանյութը դնեմ, կարող է վանող լինի։ Դրա համար ես այդ մեծ տեսանյութերը չեմ դնում, հասկանալի է, որ վանող չլինի։ Այլ ինչ որ երևի կոնկրետ, հա, ինչ որ տեսակներով երևի դասակարգեմ, օրինակ պարամետրով հետաքրքիր բան դնեմ անհավասարում, պրոգրեսիաներից են լավ առաջադրանքներից դնեմ, տեքստայիններից դնեմ, շանս տեքստային այդքան լուծել եմ, բայց երևի տեքստային կարելի է երկրորդ թեմանից դնել, ֆունկցիաներից դնել, հարթաչափությունից, տարածաչափությունից, վեկտորներից, ու էլի ինչպես ասեցի, տեսանյութերը կարող այնքան խաբուսիկ լինեն, որ տեսանյութերից մեկը թեթև նայեք, ասեք ինչ լավ է, տեսանյութերից մեկը ծանր լինի, նայեք, ասեք էս ինչ ծանր է։ Դե փաստացի եթե ուզում ենք ամեն ինչ հիմնովին հասկանալ, պետք է ամեն ինչ շատ մանրամասն տրվի ու բնականաբար ինչ որտեղ ծանր է կլինի, բայց այդ ծանրությունը կախված է նաև կոնկրետ անձից։ Եթե անսովոր է ձեզ համար երկար բան նայել, դուք չեք կարողանալու նայել, դա կասեք ծանր է, բայց ով որ կարողանում է երկար ինչ որ բան նայի, ոչ թե անընդհատ ոնց որ հիմիկվա ամենաերիտասարդ սերունդը, որ չի դիմանում, էներգիան մեջը պայթում է, մի քանի վայրկյան բան նայում է, թերթում է, չի բավարարվում ու անընդհատ ուզում է նորը տենա, այդեն ժամերով ուղեղը հա զոմբի անում է, մեկ է նայում է, տենում է ասենք 4 ժամ անցավ ու ինքը ոչ մի բանի չհասավ, ոչ մի բան չարեց, դրա ընթացքում սովածացավ, հոգնեց, աշկերը, գլուխը, հա արդեն տրաքում է այդ ինֆորմացիայի ծավալից, հա մեծությունից ու նման բաներ։ Դրա համար պետք է փորձեք ինքներդ ձեզ մարզել, հա, որ կարողանաք մի բան ուշադիր կենտրոնանալ, դիտել, լսել։ Շատ մարդիկ կա, որ 45 րոպեանոց տեսանյութ, հա, օրինակ, նայում ասում եմ մի շնչին նայեցի, բայց այդ տեսանյութը ես որ մոնտաժ եմ, ահա որ տանջվում է այդքանը լսել, բայց արուտես որ վերջում արդյունքը այնպեսին է, որ այդ մարդուն հետաքրքրում էր ու ինքը մինչև վերջ հանգիստ կարողացավ նայել, կապ չունի տեսանյութը ծանր էր, երկար թե չէ, ինքը այդ ամեն ինչը կարողանում է ընկալել, ուզում է ընկալել ու դա իր համար խնդիր չի առաջացնում։ Այնպես որ շատ երկար տեսանյութեր չեմ դնի։ Դե կարծում եմ այսքանը կայքի այդ ծանոթացման մասին գործիքների այդ ծանոթացակ հիմնականում ցույց տամ այդ կոճակին, որ սեղմեք ինչ է գրում, օրինակ գնանք վիդեո դասեր, որ չի աշխատում, որտեղ ուղղակի կարելի ասել կոճակ է։
Տեսեք ինչ արեց, գնել հիմա, այս էջը ես մոռացել էի, սա պետք է չի լրացնել, պրոմո կոդը, պրոմո կոդի դաշտն է, տեսնես ինչ կտա հիմա, որ վճարել հիմա տանք, վճարումը ձախողվել է, խնդրում ենք փորձել ավելի ուշ, եթե նույնիսկ սա լրացնենք, բայց ասում եմ, կարիք չկար, տեղ այս բան չի աշխատում, էլի այդպիսի բան պետք է տար, հա, ու ես ասենք տեսնում եմ, որ մարդ կա 13 անգամ այս դասընթացի համար այդ վճարել հիմայի վրա սեղմել է, կներեք, որ այդ ձեզ հայտնի չէ, բայց արդեն հիմա հայտնի է, որ այդ ուղղակի կոճակա դեռևս կարելի ասել ինքը գործողություն չի կատարում, այնպես որ իմաստ չունի սեղմել, դրա համար ինչպես ասեցի, գրանցվում եք ու ասում եք, որ ես գրանցվեցի հաջորդիվ ինչ պետք է անեմ կամ ես արդեն գրանցվել եմ, հիմա ինչպես ստանամ հասանելիություն եւ այլն, ես արդեն կասեմ ինչ պետք է անեք։ Եվ ով որ չի ուզում ինքնուրույն գրանցվել, որտեղ շատ մարդիկ կան, որ այս ամեն ինչը իրանց այդքան էլ հոգեհարազատ չի, այդ գրանցումն է չեն անում, ականջի հետև են գցում, չեն ուզում գրանցվեն կամ ինչ որտեղ վախենում են, օրինակ այն հասարակ բանը, որ գրանցվելուց գրածա էլ post ու տակը գաղտնաբար, մտածում են ասում են կարող է էլ post-ից գաղտնաբարնա, չէ, ինչ որ բան եք հորինում տվյալ բանին, հասկանալի է։ Դրա համար այդ մարդկանց համար ուղղակի ինձ ձեր էլ post ուղարկում եք, ես այդ էլ post-ով ինչ որ պայմանական գաղտնաբառով, այս ձեր անձնական գրասենյակը պատրաստում եմ, դուք մուտք եք գործում, հա, այդ էլ post-ով եւ արդեն գաղտնաբառով պրոֆիլ, հետո անձնական տվյալներում գրում եք փոխել գաղտնաբառը, հինը իմ տվածը գրում եք, նորը գրում եք, նորից նույնը գրում եք, ոնց որ երկու անգամ եք գրում, պահպանում եք, վերջ փոխվեց, հա, այս ջնջելին պրոֆիլին զգույշ կլինեք չսեղմեք, չնայած ինքը հարցնում է, մենք պետք է գանք ջնջելու, ջնջվում է ձեր պրոֆիլը, չգիտեմ, իմաստը որն է ջնջելու, եթե գրանցվել եք կամ եթե չեք էլ ինչ որ բան ուզում դիտել, անիմաստ կարող եք չջնջել, էլի, որտեղ ոչ մի բան դրանից կախված չի, հա, կարելի ասել։ Այնպես որ ձեր ցանկությունը, ամենայն դեպս դրա հնարավորությունն է, կա, իմացեք, հա, ինչպես ասեցի, այստեղ է կլինի հենց այս տեսանյութը, որը հիմա նկարում եմ, այսինքն ծանոթություն, վիդեո, դասերին, ուրիշ ինչ-որ հետաքրքիր բան, կարծում եմ չկա, այս նկարը երևի թե շատերդ հասկանում եք ինչա նշանակում, հա, ինչա նշանակում սա բացատրության կարիք չունի, հոդվածները ասեցի, բացում եք, կարդում եք, թեստերը, այդ վարժանքները կատարում եք, ես էլ այդ պատասխանների ձևաթուղթն է, անցնում ենք այս հղումով, սա ոնց որ թե ցույց չտվեցի, տեսեք անցանք այս հղումով, իմ ֆայլերը հղումների համար, դե ես այսպես եմ վերնագրել, այսինքն որ ինչ որ բան գրեմ հոդվածի մեջ, հետո ուզում եմ տամ, որ դուք դա ներբեռնեք, այդ հղում եմ տալի ֆայլի համար, տեսեք ասում է գրանցվեք հիմա, դե սեղմում ենք գրանցվում ենք հիմա, բայց մենք արդեն գրանցված ենք, չէ, ասում է դուք հաջողությամբ ձեռք բերեցիք պրոդուկտը, իբրև գնել ենք էլ այդ պրոդուկտը, հիմա տեսեք մեջը հեսա, իհարկե դա անվճար է, մեջը այս ֆայլերը տեղադրված է, սեղմում եք օրինակ պատասխանների ձևաթուղթ բարձր որակով, ներբեռնում է, մոտարապես եթե չեմ սխալվում 10 մեգաբայթ էր, հա, ու տեսեք սա արդեն կարակ հանգիստ տպեք բարձր որակով ու վրան աշխատեք սև գելային գրիչով, որ ամենա կարևորն է, սա GTK-ի կայքից ուղեցույցն է դիմորդների համար 24-25 թվականի, սա ինչպես լրացնել թվերը պատասխանել ձևաթղթում, սա էլի բարձր որակով այդ թվերի նմուշներն է, այսը կարակ ներբեռնեք, աչքի տակ անդադ ունենաք, դե ինչ, շնորհակալություն ուշադրության համար, եթե մնացին հարցեր, արդեն իմացաք, որ տարբեր, հա, լիքը եղանակներ ու ճանապարհներ կա այդ հարցերը ուղղելու, ուղղեք ձեր հարցերը եւ կպատասխանեն բոլորին, հասկանալի է։ Վերջ, այսքանը։ Կհանդիպենք հետագա տեսանյութերում, մնաք բարով։